Հարգելի ու սիրելի լրագրողներ, շնորհակալ եմ ընդունելու մեր մամուլի ասուլիսի հրավերը։ Ես Արփինե Խաչատրյանն եմ, Հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության նախագահը։ Ու այսօրվա ասուլիսը նվիրված է ու վերաբերվում է Վեդի քաղաքի ամենահին դպրոցի կառուցմանն ու ճակատագրին։ Նաև ասուլիսը վերաբերվում է Վեդի քաղաքում տեղի ունեցած ու տեղի ունեցող հակաիրավական գործընթացներին։ Մի փոքր կարճ նախաբանով ներկայացնեմ, թե ինչ պատմություն ունի Վեդի քաղաքի ամենահին դպրոցը։ 1940-ական թվականներին կառուցված դպրոցն է, որը երկար տարիներ ծառայել է որպես դպրոց ու չգործելուց հետո վերածվել է արդեն փախստականների կեցավայրի։ Բայց տարածքը այնքան անմխիթար վիճակում է եղել, որ նույնիսկ ապրելու համար նվազագույն պայմաններ չեն եղել ու արդեն տեղի բնակիչները դուրս են եկել տարածքից ու տարածքը դարձել է շրջակա բնակիչների համար աղբավայր, բառից բուն իմաստով աղբավայր ու երբ խոսում ես բնակիչների հետ շեշտում էին ու նշում էին, որ նույնիսկ վախենում ենք այդ տարածքով անցնել, որովհետև տարածքը դարձել է օձերի ու կարիճների բույն։ Ու այդ տարածքը 2009 թվականին հայրիկս ազգային ժողովի նախկին պատգամավոր, երկու գումարումների պատգամավոր Իշխան Խաչատրյանը նախաձեռնեց դրա վերակառուցումը։ Այնքան անմխիթար վիճակում գտնվող դպրոցը, որը ոչ տանիք ուներ, ոչ դռներ, ոչ պատուհաններ, դպրոցի շենքը պատերը նույնիսկ փայտից էին, սկսեց վերակառուցել։ Կառուցվեց տանիքը, պատուհանները, դռները, վերանորոգում կատարվեց, բարեկարգվեց շրջակա տարածքը, պարսպապատվեց, կանաչապատում արվեց ու լքված կրթօջախը վերածնունդ ապրեց։ Լքված կրթօջախը վերածնունդ ապրեց ու երբ սեպտեմբերի 1-ին հնչեց զանգը, ես հորս աչքերում արցունքներ տեսնելով ասաց, որ ես հիմա հասկացա, թե ինչ մեծ գործ եմ արել, որովհետև ինձ համար դպրոցն ու եկեղեցին դրանք նույն սրբավայրերն են։ Ու այո, մենք դաստիարակվել ենք այդ հոգեբանությամբ, այդ հայրենասիրությամբ, մեզ համար սրբավայր է թե դպրոցը, թե եկեղեցին, թե մարտական դիրքը։ Եթե մենք կպնում ենք եկեղեցուն, մենք կպնում ենք դպրոցին, եթե կպնում ենք դպրոցին, կպնում ենք նաև եկեղեցուն։ Երկուսն էլ նույն են, ուղղակի մեկ տարբերությամբ դպրոցը կերտում է ազգը, ազգի ապագան, իսկ եկեղեցին կերտում է մեր հավատը։ Ու մենք թույլ չենք տա, ես այսօր այստեղ եմ, որ բարձրաձայն եմ խոսեմ դրա մասին, ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ թույլ չտանք, որպեսզի Վեդի քաղաքի կոկորդիլոսագետ համայնքապետը դարձնի տարածքը աղբահավաք մեքենաների կայանատեղի։ Ես այսօր խոսելու եմ փաստերով, լուսանկարներով ու տեսախցիկների կողմից նկարահանված վիդեոներով։ Նախ մի հատ պատմեմ, թե ոնց էր մերը ու ոնց դարձավ իրենցը ու ինչի են ուզում դարձնել իրենցը։ Սրանք շինարարական աշխատանքների լուսանկարներ են, քոլեջի նախնական վիճակը, դպրոցի նախնական վիճակը։ Սա արդեն կիսակառույց վիճակում վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Ցույց տամ, թե վերջնական արդյունքում քոլեջը ինչ տեսք է ունեցել ու համեմատենք, թե այս պահին ինչ տեսք ունի այն։ Սա նորակառույց քոլեջի շենքներ 2009 թվականին, սա դրանքից հայրիկիս, ամբողջությամբ հայրիկիս կողմից կառուցված տարածքն է, որը ծառայել է որպես ազգային ժողովի պատգամավորի գրասենյակ, ժողովրդին ընդունելություններ կազմակերպելու վայր ու ես հպարտությամբ էի տեսնում ու հիմա հպարտությամբ եմ նշում, որ այդ տարածքում ամեն օր ծանոթ անծանոթ մարդիկ լի էին ու այդ տարածքում լուծվում էին ոչ թե հարյուրավոր հարցեր ու խնդիրներ, այլ հազարավոր, թե առողջապահության ոլորտի հետ կապված տարբեր ու հիմա ձեզ ուզում եմ ցույց տալ, թե քոլեջը այս պահին ինչ վիճակում է
Այս նկարին նայելով ուզում եմ հասկանամ Կոկորդիլոսագետ քաղաքապետը ի վերջո տարիներ շարունակ իր փափագած երազանքն է իրականություն ուզում դարձնի Հայաստան Կոկորդիլոսներ բուծի ու բազմացնի ու երևի այս պահին արդեն հարմար տարածք է գտել դրա համար հենց այս տարածքի վրա է կենտրոնացել Այդտեղից երևի սկսի Չգիտեմ ինչ նպատակներ պլաններ ունի բայց դա միայն ինքը գիտի դպրոցի շենքը այս կարգի վիճակին հասցնողը չի կարող ուղղակի հայ կոչվի ու հայի արժանապատվություն ունենա Սա երեկվա նկարած նկարներ են այստեղ լծվել է Պետի քաղաքում այս պահին նոր ասֆալտը քանդվում է նոր ճանապարհ է կառուցվում բոլորիս հայտնի պատճառներով չգիտենք նորի ինչ են քանդում ու նոր ճանապարհ կառուցում դե հետին պլաններ ու մտքեր հաստատ ունի բայց այդ ամբողջ քանդման աշխատանքներ իրականացնելուց հետո ասֆալտի շրանքները լցվում է դպրոցի տարածքում շինարարական աղբ Մի բան կարող ենք ասել, որ ձեր նշած Կոկորդիլոսագետ քաղաքապետը հիմա խլում է ձեր հոր կառուցած դպրոցը Միանշանակ հիմա խոսենք շարունակենք դրա մասին այդ տարածքում Քոլեջը շարունակեց գործել մինչև 2018 թվականը իշխանափոխությունից հետո դադարեց գործել բայց տարածքը դեռ մնում էր մեր տնօրինման տակ Արդեն նշեցի, որ դրան կից հարակից հայրիկս ամբողջությամբ կառուցել էր շուրջ 250 քառակուսի մետր ամբողջությամբ նոր կառույց, որը ծառայեց իրեն գրասենյակ։ Իսկ քոլեջի ընդհանուր տարածքը հողամասով շուրջ 8000 քառակուսի մետր էր։ Այդ տարածքում արդեն ես շարունակեցի իմ գործունեությունը, ես ինքս ունեմ միջազգայնագետի մագիստրոսի կոչում, բայց ունեի պետական աշխատանքը թողել եմ կրկին իշխանափոխությունից հետո ու մտել եմ հրուշակագործության ոլորտ։ Չեմ մտել հրուշակագործության ոլորտ աշխատելու համար, մտել եմ ոլորտը զարգացնելու համար։ Ու ինձ հաջողվել է դա, որովհետև ես կարողացել եմ համախմբել տարբեր մարզերից հրուշակագործներին կարողացել ենք միասին մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի ու հենց արդեն դա ինձ հուշեց ու մղեց, որ ես պիտի բացեմ հիմնեմ հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպությունը։ Հասարակական կազմակերպությունը հիմնեցի 3 գլխավոր նպատակներով։ Առաջինը զարգացնել Հայաստանում ու Հայաստանի մարզերում հրուշակագործությունը Ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում ու բարձր պահել հայկական ու Հայաստանի հրուշակագործությունը ու ցույց տալ, թե ինչ արժեքների ենք մենք տիրապետում։ Ու երրորդ ամենակարևոր գաղափարը դա միավորել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հրուշակագործներին։ Ու ինձ հաջողվեց դա անել, ու ես կարողացա նաև Այս պահին հուզմունքով եմ հիշում, բայց Արցախը դեռ մերն էր ու առիթից օգտվելով նշում եմ ու շեշտում եմ, որ Արցախը նորից մերն է լինելու։ Ես չեմ վախենում, ես ասում եմ այն, ինչ որ մեր արյան մեջ է, Եթե Արցախը մերն է եղել ու եթե Արցախը մերն է, ոչ ոք չի կարող խլել մեզանից կամ խեղաթյուրել պատմությունն ու փորձել ջնջել հայի հիշողությունը։ Մենք ունենք պատիվ, մենք ունենք արժանապատիվ, այդ պատճառով մենք պայքարելու ենք։ Իսկ պայքարը կարծում եմ 2 ամսից արդեն հունիսի 7-ից հետո ավելի մեծ թափ կստանա ու իրատեսական կլինի։ Ես կարողացա դասընթացներ, հեռավար դասընթացներ իրականացնել Արցախում ապրող մեր հայրենակիցների համար, որովհետև այդ տարիներին իրենք շրջափակման մեջ էին գտնվում ու հրուշակագործների համահայկական միավորումը հիմնելուց հետո ես նաև կարողացա հիմնել հրուշակագործության արվեստի ակադեմիան, որը մինչ օրս գործում է ու ես մեծ հպարտությամբ եմ փաստում, որ եւ հասարակական կազմակերպության եւ ակադեմիայով մենք կարողացել ենք միավորել Սփյուռքում ապրող մեր հրուշակագործներին, կարողացել ենք բազմաթիվ ազգային ծրագրեր իրականացնել, որովհետեւ Եթե ես աշխատում եմ, ես չեմ աշխատում իմ կամ իմ ընտանիքի համար, ես աշխատում եմ իմ ազգի համար, ես աշխատում եմ ժողովրդի համար ու աշխատում եմ հայկականը դրսում ու միջազգային ասպարեզում բարձրացնելու ու ներկայացնելու համար։
ու իմ գործունեությունը մարզում ավելի ընդլայնելու համար մենք բանակցություններ սկսեցինք գույքի կառավարման կոմիտեի հետ, մասնավորապես կոմիտեի նախագահի ու փոխնախագահի հետ։ Բանակցությունների արդյունքում, երբ մենք ամբողջությամբ փաստաթղթերով ցույց տվեցինք, որ այդ տարածքը վերակառուցվել ու կառուցվել է հայրիկիս կողմից, իրենց հետ արդեն քննարկման արդյունքում կազմվեց արձանագրություն ու փաստաթղթերը ներկայացնելով ու համեմատելով 2009 թվականին ու 2024 թվականին առկա սեփականության վկայականները ու չափերը, հենց իրենց մոտ արձանագրություն կազմվեց, որ շուրջ 1000 քառակուսի մետր նոր կառույց է կառուցվել հայրիկիս կողմից։ Այսինքն եղածին եւս 1000-ը ավելացվել է հենց իր կողմից։ Փաստաթուղթը առկա է գույքի կառավարման կոմիտեում, մեզ առաջարկեցին տարածքը տրամադրել մեզ 3 տարբերակով՝ կամ ուղիղ վաճառք, կամ վարձակալություն, կամ 5 տարվա զարգացման ներդրումային ծրագրով։ Մենք ընտրեցինք երրորդը, այսինքն 5 տարվա զարգացման ներդրումային ծրագիր, մեզ ուղարկվեց անմիջապես իրենց կողմից, փոխնախագահի կողմից ուղարկվեց էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրի նմուշը, որը արդեն ըստ մեր ծրագրի փոփոխություններ կատարվեց, ըստ ծրագրի մենք պետք է շուրջ 1.5 միլիոն ներդրում յուրաքանչյուր տարի կատարեինք, բարեկարգեինք, նորից բարեկարգեինք տարածքը, ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները անվճար կրթություն էին ստանալու մեզ մոտ, այսինքն բացի նա, որ մենք տարածք էինք վերցնում ու աշխատում էինք այդ տարածքում, մենք այդպիսով ավելացնում էինք աշխատատեղեր, մենք հնարավորություն էինք տալիս անապահով ընտանիքների երեխաներին սովորել կրթություն ստանալ ու տիրապետել արհեստի ու արվեստի։ Ու բանակցությունները ոչ թե տևեցին մի քանի ամիս, այլ տևեցին մի քանի տարի։ Բայց բանակցությունների մեջ եղավ մի պահ, որ դադար եղավ ու հուլիսի 24-ին պարզվեց, որ կառավարությունը տարածքը նվիրաբերել է Վեդի համայնքին։ Ավելի 2025 թվականի հուլիսի 24-ին նվիրաբերել է Վեդի համայնքին, որ ծառայի որպես կոմունալ հողակ։ Ով է նվիրաբերել։ Կառավարությունը։ Այո։ Այսինքն առանց տեղյակ պահելու վերջին անգամ, երբ նորից դիմում ենք գրել գույքի կառավարման կոմիտե, պատասխանեցին, որ ձեզ կհրավիրենք նորից այստեղ քննարկումներ, որովհետև քննարկումները բազմաթիվ են եղել, թե իմ մասնակցությամբ, թե միայն հայրիկիս մասնակցությամբ, բայց վերջին դիմումը, որ մենք պատասխանը դիմումին, որ մենք ձեզ կհրավիրենք արդեն բանակցությունների նորից կքննարկենք, մնաց անպատասխան ու այլևս։ Այդ պահին տարածքը ինչ կարգավիճակ է ունեցել, ում է պատկանել, փաստաթղթով ինչպիսին է եղել տարածքի կարգավիճակը։ Տարածքը ի սկզբանե հենց 2009 թվականից, երբ հայրը սկսել է կառուցել, եղել է պետական նշանակության։ Ու մենք գիտակցաբար հայրս ու նույնը մենք ենք տեսել մեր տանը, գիտակցաբար ներդրումներ է կատարել է տարածքի վրա ու ներդրումները բացարձակ ոչ մի լումա պետական բյուջեից չեն եղել, ոչ քոլեջի կառուցման դպրոցը, որը դարձել է քոլեջ, ոչ քոլեջի կառուցման մեջ է պետական ներդրումներ եղել, ոչ գրասենյակի տարածքի կառուցման մեջ են Չէ, տրված է եղել 99 տարի անժամկետ օգտագործման իրավունքով։ Իսկ այդ իրավունքի մեջ կան այլ կետ, այլ պայմաններ, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է այդ 99 տարվա ընթացքում հետ վերցնել տարածքը։ Այդպիսի կետ չի եղել, բայց այդ տարածքը 2024 թվականին հանձնվել է պետությանը ում կողմից։ Եվրոպական քոլեջի կողմից։ Եվրոպական ակադեմիայի թե քոլեջի։ Ակադեմիայի բալանսում էր, որովհետև Եվրոպական քոլեջի մասնաճյուղն է եղել, ուստի պետք է Արտուր Բաղդասարյանի հիմնած այդ ակադեմիան, դրա մասնաճյուղն է եղել։ Այո, Եվրոպական քոլեջն է եղել։ Հիմա Արտուր Բաղդասարյանը հանձնել է պետությանը։ Եվրոպական ակադեմիան հանձնել է պետությանը 2024 թվականին ու արդեն այն ապացույցներով, թղթերով, կտրոններով, որ տարածքի մեջ հայրս մեծ ներդրում է ունեցել, իսկ իր գրասենյակային շուրջ 250 քառակուսի մետր տարածքը ամբողջությամբ կառուցվել է իր սեփական ու վարկային միջոցներով, խոսքը հենց այդ տարածքի մասին է, որ այդ տարածքը պիտի տրամադրվեր մեզ մեր գործունեությունը շարունակելու համար։ Կներեք, բայց վստահաբար հիմա իրենց կողմից այդ հարց կառաջանա, եթե Եվրոպական ակադեմիան տվել է այդ քոլեջը, հանձնել է պետությանը, գուցե գնանք եւ Եվրոպական ակադեմիայից եւ անձամբ Արտուր Բաղդասարյանից այդ
պահանջեք այդ քոլեջը, որովհետև իրենք են տվել պետությանը, եթե իրենք չտեն, գուցե սա բայց այս պահին արդեն պետության բալանսում է գտնվում, պետականը ու ամբողջ հարցը քննարկումները արդեն պետական գույքի կառավարման կոմիտեի հետ է։ Ու երբ որ մենք ցանկացել ենք այդ տարածքում արդեն գործունեություն իրականացնել, ինքը արդեն անցած է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի։ Բայց մինչև 24 թվականից գործունեություն իրականացնում եք, չէ՞։ Հա, որովհետև հա, մեր տնօրինման տակ էր։ Եկեք շարունակեմ ու հասկանանք արդեն ինչ եղավ, էլի ամբողջ հարցը տեղը։ Հուլիսի 24-ին, երբ կառավարության որոշումով տրամադրվում է Վեդի քաղաքի համայնքին, մենք դիմում ենք դատարան։ Ու այս պահին օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն փաստաբաններին, ովքեր չկաշկանդվեցին, որովհետև եղան մարդիկ, ովքեր վախեցան դուրս գան կառավարության դեմ, ու շնորհակալություն եմ հայտնում մեր փաստաբաններին, որ կարողացան անկաշկանդ լինել ու կարողացան դուրս գալ կառավարության դեմ, որովհետև իրոք դա մեծ խնդիր էր։ Մենք հայց ներկայացրեցինք դատարան ու միանգամից 3 հայցով մտանք։ Առաջինը դա կառավարության որոշումը անվավեր ճանաչելու հայցն էր։ Երկրորդը գույքի կառավարման կոմիտեին դեմ էր, որը որ պետք է արդեն տրամադրվեր տարածքի մեզ, ու երրորդ հայցը դա հայցի ապահովման վարույթն էր, ու հիմա էլ ասեմ փառք ու պատիվ մեր այն դատավորներին, ովքեր էլի չեն կաշկանդվում ու ի օգուտ կառավարության որոշումներ չեն կայացնում։ Մեզ հաջողվեց որոշակի ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում, այսինքն մենք ունենք փաստաթղթեր, մենք ունենք դատարանի կողմից կայացրած որոշումներ, ըստ որի դատարանը որոշեց, որ Վեդի քաղաքի քաղաքապետարանի աշխատողները չեն կարող մուտք գործել այդ տարածք։ Փետրվարի 5-ին նույնիսկ վարչական դատարանը կատարողական թերթ է հրապարակում, ըստ որի ես կցանկանամ այդ 3 կետերը նշել, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմին արգելել, մուտք գործել Արարատյան 44 հասցեում գտնվող հողամաս և որևէ աշխատանք կատարել նույն հողամասում։ Երկրորդը խոչընդոտել հրուշակագործների համահայկական միավորում, հասարակական կազմակերպության և վերջինիս աշխատակիցների մուտքը Արարատյան 44 հասցե գտնվող հողամաս և երրորդ խոչընդոտել ներողություն և երրորդ կատարել հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպությանը և վերջինիս աշխատակիցներին նույն հողամասից վտարելուն կամ հանելուն ուղղված գործողություններ։ Կատարողական թերթը փետրվարի 5-ին է, բայց փետրվարի 6-ին Վեդի ոստիկանների ուղեկցությամբ ներս են խուժում, բառից բուն իմաստով ներս են խուժում մեր տարածք, կոտրում են դռները, փոխում են դռների փականները ու այսպիսի մի միտք են հնչեցնում, դեռ կպարզենք ներսի գույքը ձերն է, թե մերն է, երբ հայրիկս մոտենում է այդ պահին տարածք ու ցույց է տալիս կատարողական թերթը, իրենք մեկնաբանում են, որ մենք տեղյակ չենք, բայց հիմա նշում եմ, որ բացի աշխատակազմից այնտեղ են եղել նաև համայնքապետարանի փաստաբանն ու իրավաբանը։ Ու ոնց կարող է փաստաբանը ու իրավաբանը մուտք գործի մի տարածք, երբ որ 1 օր առաջ արդեն նման որոշում է եղել կայացված։ Շարունակությունը սրա արդեն քրեական գործ հարուցելն էր, արդեն փաստաբանները մտնում են դատարան քրեական գործով ու կարծում եմ, որ միաժամանակ 3 պիտի վարույթ նախաձեռնվեր ինքնիրավչությունը, պետական պաշտոնի չարաշահումը և մասնավոր գույքին վնաս հասցնելը։ Բայց մինչ օրս գործը դեռ կախված է օդում։ Նորից նշում եմ, որ այն բանալիները, որ իրենք փոխեցին, մինչև հիմա բանալիները մեզ մոտ չեն։ Դա եղել է փետրվարի 6-ին։ Հարկադիրը պարտավոր էր ուղղակի զբաղվել սրանով, պարտավոր էր իրականացնել դատարանի նշված 3 կետերը։ Մի քանի օր առաջ, շուրջ 2 շաբաթ առաջ, հարկադիրը զանգահարում է ու ասում է, որ խնդրում ենք գալ տարածք, որ բանալիները հանձնվեն ձեզ։ Ես մոտենում եմ տարածքում են քննչականի աշխատակիցները, հարկադիրը և Վեդի աշխատակազմից իրավաբան, փաստաբան, բերել են ու տալիս են բանալին, բայց
ինձ տալիս են ընդամենը մեկ բանալի, որով ես կարողանում եմ ուղղակի մուտք գործել տվյալ հողամաս, այլ ոչ թե շինություն։ Խոսքը այս տարածքի մասին է, մինչև շենքին հասնելը կա ցանկապատ ու կա դուռ, դրա բանալին տալիս եմ, բայց այն բանալին, որ ես պիտի մուտք գործեմ արդեն այստեղ, այդ բանալին չի տրվում ինձ։ Մենք ներսում եւ հայրիկիս գրասենյակի գույքն է եւ արդեն հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության գույքն է շուրջ 4-5 միլիոնի։ Ու մենք չենք կարողանում այս պահին օգտագործել ու տնօրինել այդ գույքը, ու այս բանալին չի տրվում մեզ, արձանագրություն է կազմում հարկադիրը, որ մենք եկանք իրականացրեցինք մեր գործառույթը, բայց փաստաթղթի տակ արդեն ես իմ դիրքորոշումն եմ նշում ու դժգոհությունը, որ հարկադիրը չի կատարել իր գործառույթը ամբողջությամբ, որովհետև մեզ տրամադրվել է ընդամենը մեկ բանալի։ Բայց հիմա ամենաաբսուրդը, որ մենք բանալի չունենք, իրանք ներս են խուժել մեր տարածք, փոխել են բանալիները, ու ես չեմ կարող հստակ ասել, թե հատուկ, թե պատահմամբ բաց է թողնվում գրասենյակի պատուհաններից մեկը, փետրվարի 28-ին ներսում տեղի ունենում մի ահավոր իրադարձություն։ Ես միացնելու եմ տեսախցիկների նկարած վիդեոն, խնդրում եմ ցուցադրել ու խնդրում եմ հասկանանք սրա ճակատագիրը։